24 տարի առաջ օգոստոսի 15-ի լուսաբացին ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Հադրութի ուղղությամբ։ Այդ օրերին վճռականությամբ լի էին պաշտպանական շրջանի մարտիկներն ու հրամանատարները։ Եվս մեկ անգամ ապացուցեցինք եւ մենք կանք, մենք ուժեղ ենք, այս միջոցառումը տրամապատույցն է, բոլորս ուրախ ենք, մենք հրավիրել ենք մեր վեցիրաններին, հրավիրել ենք մեր զինապարտներին, խրախուսել ենք։ Օգոստոսի 15-ին տարած հաղթանակից հետո շրջանի ինքնապաշտպանական ջոկատները միավորվեցին։ Մեկ միասնական հրամանատարության ներքո ստեղծվեց Հադրութի պաշտպանական շրջանը, եւ արդեն 24 տարի շարունակ հադրութիները մեծ խանդավառությամբ նշում են իրենց հարազատ քաղաքի վերածննդի եւ պաշտպանական շրջանի ստեղծման տարեդարձը։ Սա իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում, որովհետեւ տարիների բովով անցած Հադրութը 92 թվականի այդ կռիվների թոհուբոհում կարողացավ ապացուցել, որ Արցախի հարավային դարպասը միշտ էլ անառիկ է եւ այսօր Հադրութին կարողանում է պարզ ճակատով բարձերես նայել աշխարհին եւ ներկայանալ աշխարհին որպես իսկական արցախցի, իսկական քաջ հայ։ Տոնական երանգներն այսօր խտացված էին շրջկենտրոնի հրապարակում։ Հանդիսավոր միտինգի մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավարությունը, քաղաքացիներն ու զինվորականությունը։ Ուշադրության կենտրոնում վերջին շրջանում իրենց լավագույնս դրսևորած հայրենիքի մերօրյա պաշտպաններն են՝ զինվոր ու սպա։ Շնորհավորում եմ մեր հադրութիներին, ես շնորհավորում եմ մեր ողջ ազնագազմին։ Ցանկանում եմ, որպեսզի այսօրվա նման գեղեցիկ անամպ երկիր, խաղաղություն։ Շատ ավելի հեշտ է հաղթանակի հասնել պատերազմում, քան հետո այդ հաղթանակը վերածել կայունության ու զարգացման, առավել ևս Արցախում, որտեղ վերջնական հաղթանակը դեռ չի ազդարարել պատերազմի ավարտը։ Առօրյա կյանքում ավելի մեծ խիզախություն է պետք, քանի որ հաճախ է ստիպված լինում հաշվի նստել պատերազմի հետևանքների հետ։ Դա առավել քան լավ են գիտակցում հադրութիները։ Այն սերունդը, որը տեսել էր Արցախյան պատերազմը եւ այսօրվա սերունդը իր մաշկի վրա նորից զգաց այդ արհավիրքը, սակայն այդ կարճ ժամանակն էլ անհրաժեշտ էր մեզ եւ մենք կարողացանք նորից համախմբվել, նորից ուժ հավաքել, միասնական լինել եւ ապացուցել աշխարհին, որ Արցախցին դեռևս այն նույն ոգին ունի, որ ուներ ինքնապաշտպանական մարտերի ձևավորման շրջանում եւ այս տարիներն էլ նոր ուրեմն փորձ են կուտակել, փորձ են գումարել մեր ունեցածի։ Ինչպես 90-ականներին Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ վերջին ապրիլյան պատերազմում ազերիների հարվածի հիմնական ուղղություններից մեկը Հադրութն էր։ Հետևաբար մենք պարտավոր ենք ծաղկեցնել ու շենացնել շրջանը։ Մենք պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ կռվով ձեռք բերածը պահպանում ենք խաղաղ աշխատանքով, նշում է շրջանի հոգևոր հովիվը։ Ամեն տարի հավաքվելով այս հրապարակում, կարծես թե մենք նորից մեր ժողովրդի ոգին նորից զորացնում մեծացնում ենք։ Տոնի արդիվ այսօր Հադրութում ցուցադրության էր հանված զինտեխնիկա, ռազմամթերք, տոնակատարության արդիվ նաև ցուցադրական վարժանքներ են անցկացվել։ Պատանիներին առավել հետաքրքրում էր ցուցադրության հանված դիպուկահար հրացանները, արդիականացված այս ինքնաձիգներն ու գնդացիրներն իրենց արդարացրել են ապրիլյան պատերազմում։ Ամենաարդյունավետ զենքերից մեկն է պետագնդացորդը։ Հակառակորդի կենթանի ուժը ոչնչացնելու, թեթև զրահապատ տեխնիկան եւ օդային թեթև թռչող բաները, ապարատները։ Հադրութի վերածննդի օրը տոնականներ նաև շրջանում գործող մշակութային կենտրոնների համար տաղավարներում ներկայացրածը հիմնականում Հադրութի նոր սերնդի ձեռքի աշխատանքներն են։ Մեծ հաճույքով ներկայացան արվեստի դպրոցները, մանկական ստեղծագործական կենտրոնը, թանգարանն ու բանակը։ Սա ուղղակի ցուցադրություն է, թե նաև տոնավաճառի կվերածվի։ Ինքը ցուցահանդես վաճառք է, տեսնենք ինչքանով կստացվի։ Ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ հետո հադրութիները բազում դժվարությունների են հանդիպել, բայց երբեք չեն ունեցել լքվածության ու միայնության զգացում, ապրում են օր-օրի շենացնելով իրենց հողը, այդպես էլ շարունակելու են պատերազմի պահին արյունով, խաղաղ օրերին քրտինքով պահելով հայրենիքը։ Գենադի Երեմյան, Հայկ Բաբայան, օր։